Հարգելի լրագրողներ, նախ ինչպես գիտեք, այսօր փաստորեն դատավարությունը եւ վեհապար հայրապետին եւ սրբազան հայրերին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման հարցում։ Այսինքն պետությունը իդեմս քննչական մարմնի դատախազության եւ դատարանի ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Սա արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով։ Հիմա ինչևից է ունենք այս ամոթալի իրավիճակը, որտեղ մենք այսօր գտնվում ենք։ Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ինչպես գիտեք, սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի եւ ինքնաբացարկի հարցը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ Հակոբ Մանուկյան հրաժարվեց, ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, ենք ասեմ ինչ որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ դատավոր, դա որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները, բայց բոլոր դեպքերում, տեսեք, միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, դա արդեն կաշկանդող հանգամանք է։ Այո, դատախազությունից ներկաներ կային, 3 ներկայացուցիչ չէին ներկայացել, ներկա էր նաև տուժող Արման Սարոյանը, բայց նա մուտք գործեց դատավորի համար նախատեսված դռնից։ Բայց իրավական առումով թույլատրելի է։ Ինչը թույլատրելի չէ, մեզ թույլատրել է փաստորեն այդ մարդկանց։ Դուք այդ հարցին ինձ թվում է դուք ավելի լավ պատասխանը կտաք։ Հետագա ընթացակարգը այս գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի եւ դատավորը նորից նիստ է հրավիրելու, եթե բացարկի հիմքեր, ինքնաբացարկի հիմքեր չունենա, գործը քննելու է։ Այսքանը մենք ընթացքում էլ առիթ կունենանք այս գործի մանրամասների մասին խոսելու այս ակնհայտ ապօրինի իրադարձությունները ներկայացնելու։ Հիմա քիչ հետո ամենայն հայոց կաթողիկոսն է դուրս գալու, թույլ տվեք այսքանով ավարտենք։ Հաջորդ նիստը։ Չէ, հաջորդ նիստ էլ չկա։ Հաջորդ նիստ չկա, նոր դատավոր է նշանակվելու, այո, նոր դատավոր եւ դրանից հետո այսքանը։ Պարոն Զորաբյանի, ձեզ կա այստեղ դատավոր, որոնք կարող են քննել։ Այսպես ասած, իշխանության սրտի դատավորը եւ նրան կարող է մակագրվել եւ գործը մինչեւ վերջ տանել։ Գիտեք ինչ, վերջին 100 տարվա մեջ մեկ անգամ է նմանատիպ դեպք եղել, որը Խորեն Մուրադ Բեկյանի հետ կապված, երբ որ չեկիստները ուղղակի սպանել են ամենայն հայոց կաթողիկոսին 30-ական թվականին։ Եվ բնականաբար մինչև այսօր մենք չենք ունեցել նման դեպք, որ ամենայն հայոց կաթողիկոս նկատմամբ նման մեծ ճնշում լինի, այն էլ քրեական հետապնդում իրականացնեն։ Ընդ որում իր կանոնական լիազորության համար։ Երբ որ կարգալույցը հռչակե մի մարդու, ես այսօր առիթ չեղավ, ուզում էի ներկայացնել դատան նրա ուխտադրության փաստաթուղթը, որով նա երդվել էր, ուխտ էր արել, որ ենթարկվելու ամենայն հայոց կաթողիկոսին եւ երբևիցե դուրս չի գալու իր դեմ։ Նա երդվել է։ Ես այսօր այդ ուխտն եմ ուզում հրապարակել, բայց դրա առիթը չունեցա։ Արման Սարոյանի վարքագիծը պահպանված ինչպես էր արդյոք այսպես վեհկեցված կողերստացի է դրսևորում դատական նիստին վեհապարի։ Առիթ չունեցանք իրեն լսելու, բայց վստահ եմ ինչ-որ մի բան մտածել էին։ Այսինքն եթե Իրենք փորձելու են դռնփակի տանել, մենք փորձելու ենք դռնբացի պահել։ Եթե եկեղեցու որևէ Սիրելի հավատացյալներ, դատական նիստը ավարտվել է։